Նոր սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց դեռ փակ է հանրության համար։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն է հաստատում։ Նախագիծը նախ պետք է անցնի իշխող կուսակցության քաղաքական ֆիլտրով։ Տեքստը պատրաստ է, ես ինչպես եւ խոստացել էի, բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ։ Ստացվում է իշխանական կաբինետներում քննարկելու են այն տեքստը, որը գրվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Չէ՞ որ հենց վերջերս Փաշինյանը հայտարարեց, անկախության հռչակագրից պետք է ձերբազատվել։ Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդական փաստաթուղթն է։ Մեր երկրի հիմնադիր փաստաթղթերից մեկը։ Մենք ունենք երկու հիմնարար փաստաթուղթ, մեկ հռչակագիրն է, մեկ սահմանադրությունը։ Եվ երբ դու դա հանում ես սահմանադրությունից, խախտում ես ամբողջ իրավական համակարգը, որովհետև սահմանադրությունը խարսխված է ամբողջությամբ հռչակագրի վրա։ Նրանք իրար հետ այսպես խառնված են, միաձույլ են, չի կարող մեկը լինել առանց մյուսի։ Անկախության հռչակագիրը իշխանության համար կոնֆլիկտի աղբյուր է, ընդդիմախոսների համար պետականության կազմաքանդում։ Փաշինյանը չի թաքցնում։ Հռչակագրի հղումը սահմանադրության մեջ համարում է աշխարհաքաղաքական խոչընդոտ։ Այո, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի։ Այս մոտեցումը պետականության կազմաքանդում է որակում մարդը, որի ձայնով 34 տարի առաջ ազդարարվեց Հայաստանի անկախությունը։ Ստացվում է, որ Ալիևի հրահանգը Հայաստանի իշխանությունն եւ հայ ժողովրդին իրականություն է դառնում։ Այսինքն արտաքին ճնշման արդյունքում դու ձևավորում ես հանրաքվե եւ այդ հանրաքվեն ժողովուրդը այոյ տալիս։ Դա նախ անարժանապատիվ դրսևորում է, որ Ալիևի պահանջին հայ ժողովուրդը քվեարկում է։ Եվ դու հերացնում ես քո անկախության փաստաթուղթը։ Քո ծննդականը քո սահմանադրությունից հանում ես։ Առնվազն հավաքական առումով այնքան անարժանապատիվ լինի, որ հայ ժողովուրդը, որ իր հռչակագիրը ինքը հանի իր ձեռքով։ Ինչ է սա, իրական խաղաղության գնալու ճանապարհ, թե պարտադրված ու ուժով թելադրված նահանջ սեփական արմատներից։ Փաստաթուղթը շուտով կհանվի քննարկման, բայց արդեն պարզ է։ Պայքարը գնալու է ոչ թե տառի կամ կետադրության, այլ Հայաստանի Հանրապետության գոյության հիմնավորման համար։ Գալյանների հարցը չի սա։ Նրանք կամ չեն հասկանում, կամ չեն պատկերացնում, կամ չեն ուզում պատկերացնել, թե ինչ վտանգավոր գործընթացի մեջ են մտնում։ Ինչ կարող է ծանր հետևանքներ ունենա սրա ընդհանրապես քննարկումը կամ հարաքվեի դնելը եւ ժողովուրդը պետք է հուսամ եւ քաղաքական ուժերը այդ գործը պետք է անեն այնպիսի միջավայր ստեղծեն, որ չլինի հանրաքվե։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։